Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ 6 քաղաքական ուժ վիճարկում է ընտրության արդյունքը, ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան։ Ձերբակալությունների նոր ալիք, ինչի համար են մեղադրում ընդդիմադիր գործիչներին։ 10 տարի անց ՄԻԵԴ-ը ապրիլի քառօրյա պատերազմի առաջին գործի վճիռը կայացրել է։ Ինչու են իրավապաշտպաններն այս որոշումը նախադեպային համարում, ինչ նշանակություն կարող է այն ունենալ մյուս պատերազմական գործերի համար եւ Բաքուն կկատարի արդյոք դատարանի վճիռը։ Աղմուկ, ազդանշաններ ու խցանումներ, Երևանը խցանման ճանկերում է, իսկ քաղաքապետարանը հորդորում է համբերատար լինել։ Լիբանանի ճակատը չի լռում, որն է Իսրայելի նպատակը եւ Վաշինգտոնը կարող է արդյոք ստիպել իր գլխավոր դաշնակցին պահպանել պայմանավորվածությունները։ Ընդդիմադիր 6 ուժ պահանջում է անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրության արդյունքները, պնդելով, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, որոնք ազդել են վերջնական արդյունքի վրա։ Դիմումները սահմանադրական դատարան են ներկայացրել Ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Բարգավաճ Հայաստան, ԴՕԿ, Միասնության թևեր եւ Նոր ուժ կուսակցությունները։ Իշխանությունը սակայն հակադարձում է ընտրությունը եղել է ազատ, թափանցիկ եւ լեգիտիմ, իսկ ընտրակաշառքի եւ ընտրողների ուղղորդման հիմնական մեղադրանքները ուղղում է հենց ընդդիմությանը։ Մենք գտնում ենք իսկապես, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Արդյունքների տեսանկյունից ելակետը վկայակոչում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Սահմանադրական դատարանը, հանդես գալով որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմինը, ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել թվով 3 որոշումներից մեկը։ Այն է, եթե անվավեր է ճանաչում ԿԸՀ որոշումը, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ մանդատների պաշտպան կարգ սահմանել։ Մենք հատկապես ընդգծում ենք երկու տարբերակը՝ կամ երկրորդ փուլ նշանակելը, կամ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելը։ Հիմնավորումները եւ հիմքերը, որ պատկերացնեք, արդեն վկայակոչեցի 84 էջի մասին է խոսքը, այսինքն առավել քան ծավալուն է։ Դրանք ի դեպ բանավոր կարգով են քննվելու սահմանադրական դատարանում։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծել է, որ վերհանվել է նաև ստորագրությունների եւ ընտրողների վերջնական թվի անհամապատասխանություն։ Ըստ նրա, խոսքը մոտ 340 տեղամասում 27000 ընտրողների մասին է։ Անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ ընտրողների թվից էական պակաս ստորագրություններ են մատյաններում։ Մենք ներկայացրել ենք այս ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ, թե սահմանադրական դատարանը ինչ եղանակով կլուծի այդ հարցը, արդեն նաև կախված կլինի մյուս դիմումների համատեղ քննարկումից։ Փաստաբան Արամ Օրբելյանը եւս ընդգծել է, որ խախտումները եղել են բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, միջազգային միջամտությունն անվանական եղել է հենց քաղաքացիական պայմանագրի օգտին, որպես այլընտրանք առաջարկել են առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով Բարգավաճ Հայաստանը կանցնի ազգային ժողով։ Եթե սահմանադրական դատարանը գա եզրահանգման, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէր անվավեր ճանաչել այն երկու տեղամասերում արդյունքները, ապա բայց այն մնացած արգումենտների հետ չհամաձայնվի, որոնք իմ կարծիքով պակաս ուժեղ չեն, պակաս միանշանակ չի այդ ազդեցությունը, ապա պետք է գա եզրահանգման, որ իրականում ձայների այլ բաշխում է լինելու եւ արկա այս վերջին որոշման բաշխման փոխարեն պետք է այլ թվեր լինեն, ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կստանա, եթե չեմ սխալվում, հաշվել է 5 կամ 4 մանդատ, այսինքն անցողիկ չեմով 5 մանդատեր ոնց որ անցնում, ԿՊԻ-ներ պակասում եւ օպոզիցիոն ուժերից էլի մեկը մի մանդատ կորցնում է։ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել այն որոշումները, որոնցով ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել։ Դատարանն արդեն պահանջել է ԿԸՀ նիստի նյութերն ու ձայնագրությունները, իսկ գործի քննությունը նշանակվել է հունիսի 22-ին։
Պատգամավորի երկու թեկնածուի կալանավորել են, մեկի նկատմամբ տնային կալանք են կիրառել։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը եւ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Հայաստան դաշինքի պատգամավորի մեկ այլ թեկնածուի Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս անգամ ձերբակալվել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Քննչական կոմիտեի տվյալով նա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հրապարակային հայտարարություններով ատելություն, թշնամանք եւ անհանդուրժողականություն է հրահրել, ինչի վերաբերյալ արկա է նաեւ փորձագիտական եզրակացություն։ Նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, իսկ դատարան է ներկայացվել նրա նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն։ Հակոբյանի դուստրը ձերբակալությունից տեսանյութ է հրապարակել։ Բարի լույս, այս առավոտ մեր տուն եկել էինք քրեական վարչությունից ու հորս տարան Երևանի քրեական վարչություն։ Դե ինչ, Summer Edition 2026-ը հայտարարում ենք բայց մեկ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ խորհրդարանում տեղի է ունեցել 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին ճեպազրույցները։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նիստերին եւ կառավարության հետ հարցոպատասխաններին չմասնակցելու քննադատություններին։ Նա հայտարարել է, որ ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, այլ ներկայացնում է այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայն են տվել։ Ընդդիմադիր պատգամավորը նաեւ խոսել է ուժեղ Հայաստանի հետ գործակցության մասին։ Մենք ենք եղել այն ուժը, որ այդ նախընտրական շրջանում ասել ենք, որ այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակը չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ լուծել։ Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով ու ռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը եւ գնա այդ ճանապարհով։ Ավելի կոնկրետ դետալներ, կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին բնականաբար ես չեմ կարող ասել։ Հիմա կան քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնց արդյունքները կարծում եմ առաջիկայում կդրսևորվեն։ Քաղաքացիական պայմանագիրը չի թաքցնում, որ իր օրակարգում սահմանադրության փոփոխության հարցն առաջնային է։ Սակայն կանգնած է խնդրի առջև։ Այս ընտրությանը ԿՊ-ն չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով կան եւ իրավական, եւ նաեւ քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ նոր ազգային ժողովը ձևավորվի։ Ոչ մի բան չի արկախվելու, ինչպես վարչապետն էլ ասեց, որոշակի դժվարություններ այո ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք, ուրեմն մեր օրակարգերով առաջ շարժվել եւ միանշանակ մենք կգտնենք լուծումներ, ուրեմն այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր սահմանադրության ընդունում։ Մեր օրակարգում է եղել նոր սահմանադրությունը դեռևս 2019 թվականից եւ մենք չենք շեղվելու մեր օրակարգից եւ գտնելու ենք դրա համար իրավական լուծումներ։ Ես վստահեցնում եմ, որ կան դրա համար եւ իրավական եւ նաեւ քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ որ նոր ազգային ժողովը կձևավորվի։ Իսկ հայ ժողովրդի հայկական զույգ հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի կատարած հանցագործությունների հարցերը քննում է միջազգային ատյանը։ Ուղիղ 10 տարի պահանջվեց, որպեսզի ապրիլի քարոզիա պատերազմի ամենադաժան դրվագներից մեկը ստանա միջազգային իրավական գնահատական։ Ստրասբուրգի դատարանն առաջին անգամ ոչ միայն պատասխանատվություն է սահմանել կոնկրետ դեպքի համար, այլև իրավական եզրակացություն տվել պատերազմի ընթացքում կատարված ծանրագույն խախտումներից մեկի վերաբերյալ։ Ինչ է արձանագրել մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, ինչու են իրավապաշտպանները այս որոշումը նախադեպային համարում եւ ինչ ազդեցություն կարող է այն ունենալ դեռևս քննվող պատերազմական մյուս գործերի վրա, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ 10 տարի անց ապրիլյան քարոզիա պատերազմում տեղի ունեցած ամենադաժան դեպքերից մեկի վերաբերյալ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակեց առաջին վճիռը, արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը։ Շատ կարևոր է եւ առհասարակ ամբողջ որակումը գնահատումը նաեւ միջազգային գործընկերների կողմից փոփոխություն է ստանում կամ ենթարկվում է այդ փոփոխության, երբ արձանագրում է այս տեսակի կարևոր որոշմամբ Եվրոպական դատարանը գործողությունների սկիզբ, այսինքն ինչ է տեղի ունեցել։ Խոսքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի մասին է, որը 2016 թվականի ապրիլին ծառայակցի հետ զինամթերք էր տեղափոխում Թալիշի ուղղությամբ եւ նրանց մեքենան հայտնվեց ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ։
Եվրոպական դատարանը համոզիչ է համարել հայկական կողմի ներկայացրած ապացույցները, համաձայն որոնց Հայկ Թորոյանը ոչ միայն սպանվել է, այլև ենթարկվել խոշտանգումների։ Դատարանը նաև արձանագրել է, որ Ադրբեջանի ներկայացրած հակափաստարկները չեն կարողացել հերքել այդ պնդումները։ Դիմումատուների, խոշտանգվածի ծնողների եւ քրոջ իրավապաշտպաններից Հայկուհի Հարությունյանն արձանագրում է, որ սա կարևոր է միջպետական մակարդակով իրավունքի պաշտպանության առումով, սակայն խնդիրը պետք է դիտարկել քաղաքական եւ իրավական տեսանկյունից։ Իրավական տեսանկյունից հստակ է, որ այստեղ որոշումը Եվրոպական դատարանի կողմից կայացված գալիս է լրացնելու այն բացը, որը քաղաքական եւ այստեղ կոնկրետ արդեն միջպետական նաեւ հարաբերությունների ժամանակ կոնկրետ անձանց պաշտպանության տեսանկյունից քաղաքականությունը ձախողել է եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ մենք ունեինք այդ տեսակի արարք, որը ըստ էության նաեւ հնարավորություն թվում է թե չունի որևէ այլ կերպով լուծում ստանալ։ Սակայն երբ հարցը վերաբերում է քաղաքական տեսանկյունին, պատկերը փոխվում է, որովհետև նախ եւ առաջ պետությունը շահագրգռված չէ առաջ տանել իր քաղաքացու իրավունքները, ելնելով քաղաքական դրդապատճառներից։ Երկար ժամանակ հաստատի մենք այդ կարգավորումների տեսանկյունից ընդհատված ենք արձանագրել եւ որևէ ձևով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը քաղաքական մեխանիզմի տեսանկյունից կամ չի իրականացվել կամ շատ ժամանակ իրականացվել, դրա համար որպես որոշում իր ամենակարևոր առանցքային նշանակությունն է իմ համար առնվազն նաեւ որ այդ որոշումը իրավական տարբերակով լրացնում է այդ քաղաքական բացը։ Այսինքն քաղաքականությունը փորձում է խանգարել։ Այսինքն բազմաթիվ քննարկումներ են եղել այդ միջպետական կանգնատների, անհատական կանգնատների հետ վերցնելու եւ այդ գործընթացները շարունակելու համար։ Սակայն այս վճիռը միայն մեկ սպանված զինծառայողի մասին չէ։ Այն առաջին անգամ իրավական գնահատական է տալիս ապրիլյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենածանր հանցագործություններից մեկին եւ մի շարք նոր հարցեր է առաջ բերում։ Առկա փաստերը գնահատելով դատարանը եզրակացրել է, որ հաղթահարվել է խոշտանգման շեմը նաև ընտանիքի անդամների համար։ Ընտանիքի անդամները եւս ինքնուրույնաբար խոշտանգումների արգելքի հոդվածի զոհեր են։ Այս գործը կարևոր է, քանի որ փաստագրված խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված հակամարտության շրջանակում, բացահայտում են պատերազմական հանցագործություններ եւ իմ գնահատմամբ սա եւս ապացույց է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է խոսել պատերազմական հանցագործների պատասխանատվության մասին, դրա առաջնային հասցեատերը հենց Ադրբեջանի զինծառայողներն են եւ ղեկավարությունը։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին վճարել 90,000 եվրո փոխհատուցում, նաև փոխհատուցել դատական ծախսերը։ Ըստ դատարանի տուժող են ճանաչվել նաև ընտանիքի անդամները, որոնք տարիներ շարունակ կրել են հարազատի դաժան մահվան հետևանքները։ Եվ ես հուսով եմ, որ ելի որոշումներ կլինեն, որովհետև 16 թվականի 4-օրյա պատերազմի զոհերի մասով սա միակ գործը չի, որ ներկայացվել է Եվրոպական դատարան, այնտեղ կան այլ գործեր, եւ ես մեծ հույս ունեմ, որ եթե այս կոնկրետ գործով, այս կոնկրետ փաստերի հիման վրա խախտում արձանագրվել է, մյուսների առնչությամբ եւս խախտում Եվրոպական դատարանը կարձանագրի։ Իրավապաշտպանները վճիռը համարում են նախադեպային։ Նրանց գնահատմամբ այն կարող է կարևոր նշանակություն ունենալ ոչ միայն ապրիլյան պատերազմի, այլև 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված սպանությունների, խոշտանգումների, անհետ կորածների եւ գերիների իրավունքների պաշտպանության գործերում։ Իսկ թե որքանով Բաքուն կկատարի Ստրասբուրգի դատարանի որոշումը եւ ինչ ազդեցություն կունենա այս վճիռը դեռևս քննվող պատերազմական գործերի վրա, բարձ կդառնա առաջիկայում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Թուրքիայի Էլազը նույն ինքը Խարբերդ նահանգի Ղարբյորկ գյուղում ոչնչացրել են հայկական 5 գերեզմանատունը, որի տարածքում Թուրքիայի բնակարանաշինության վարչությունը բնակելի տներ է կառուցել։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ շինարարական աշխատանքների հետևանքով գերեզմանատունը փաստացի վերածվել է, իսկ տարածքում հայտնաբերված մարդու ոսկորներն ու գանգոսկրները մնացել են ցրված։ Գյուղի բնակիչների խոսքով իրենք բազմիցս նշել են, որ տվյալ հատվածը հայկական գերեզմանատուն է, սակայն այդ հանգամանքը հաշվի
նպատի չի առնվել։ Նրանք նաև դժգոհում են, որ շինարարության համար հնարավոր էր ընտրել այլ տարածքներ։ Փոխարենը կառուցապատումն իրականացվել է հենց պատմական գերեզմանատան տեղում։ Աղբյուրները նշում են, որ սա գյուղի հայկական ժառանգության ոչնչացման միակ դեպքը չէ։ Տեղացիների վկայությամբ գերեզմանատունը նախկինում բազմիցս ենթարկվել է գանձագողերի թալանին։ Տարիների ընթացքում անհետացել կամ ավերվել են հայկական եկեղեցու և գերեզմանատան քարերը։ Գողացվել են 80-ից 90 շիրմաքարեր, հայերի կառուցած հուշաղբյուրները ևս չեն պահպանվել։ Երևանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին Բակունցի փողոցում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ժամը 17-ին Ուիկմոր բժշկական կենտրոնից հաղորդում են ստացել, ըստ որի վրաերթի պատճառով վնասվածքներ ստացած 2018 թվականին ծնված տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Նախնական տվյալով երեխան փողոցը փորձել է անցնել թույլատրելի հատվածով։ Դեպքի մասին հաղորդումը փոխանցել են քննչական կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման հոդվածով։ Կատարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։ Ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքները սովորաբար խոստանում են ավելի անվտանգ ու հարմարավետ երթևեկություն։ Սակայն մինչ այդ արդյունքը տեսանելի կդառնա, երևանցիները բախվում են մեկ այլ իրականության՝ երկար հերթեր, շրջանցիկ ճանապարհներ և ժամերով ձգվող երթևեկություն։ Կիևյան կամուրջը հիմնանորոգման կարիք ուներ, այդ հարցում գրեթե բոլորը համակարծիք են։ Վիճելի է մեկ այլ հարց՝ մայրաքաղաքի ամենակարևոր ճանապարհային հանգույցներում միաժամանակ սկսված աշխատանքներն էին ճիշտ լուծումը։ Մինչ քաղաքապետարանը խոսում է անհրաժեշտության մասին, վարորդները հաշվում են խցանումներում կորցրած ժամերը։ Աղմուկ, ազդանշաններ, աշխատանքից ուշացած ու բարկացած քաղաքացիներ։ Կիևյան կամրջի հիմնանորոգումը, որը քաղաքապետարանը ներկայացնում է որպես անհրաժեշտ ու երկար սպասված ծրագիր, վարորդների համար վերածվել է ամենօրյա փորձության։ Քաղաքի տարբեր հատվածներում խցանումներն արդեն սովորական երևույթ են դարձել, իսկ քաղաքացիները վստահեցնում են, մայրաքաղաքում տեղաշարժվելն օրեցօր ավելի բարդ է դառնում։ Միջինում 25 րոպե ավելացել է ճանապարհը, բոլորը նույն ճանապարհով են գնում, այս միակն է, ոչ տարբերակ չկա։ Կիևյան կամուրջը Երևանի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկն է։ Այն կապում է քաղաքի մի քանի վարչական շրջաններ և ամեն օր սպասարկում է հազարավոր ավտոմեքենաների հոսք։ Կամուրջը կառուցվել է 1950-ականներին և մասնագետների գնահատմամբ հիմնանորոգման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Ջրամեկուսացումը, վերին նոր շերտ է տեղադրվում, սեյսմիկ կարերը, ինչպես արդեն ասեցի, մայթային հատվածները, այս բազրիկներն են վերանորոգվում և կոնստրուկտիվ մասերի հետ կապված ստորին հատվածում կամրջի պահպանման միջոցառումներն են իրականացվում։ Սակայն վարորդների դժգոհությունները ոչ այնքան նորոգման փաստի, որքան դրա կազմակերպման հետ են կապված։ Նրանց կարծիքով միաժամանակ մի քանի ճանապարհահատվածներում իրականացվող աշխատանքների պատճառով մայրաքաղաքի երթևեկությունը զգալիորեն բարդացել է։ Վիճակը շատ Որտեղից եք գալիս։ 4-ը գլխանի դև է, ոնց տարալի։ Այս 4-րդը նորից ընտրված։ Քաղաքապետարանում սակայն պնդում են, ստեղծված անհարմարությունները ժամանակավոր են և անխուսափելի։ Իհարկե որոշակի խնդիրներ առաջացնում է կամրջի փակ լինելը, բայց բոլորս պետք է անդառնալով մոտենանք և հասկանանք, որ սա շատ կարևոր գործ է, կարևոր միջոցառումներ է, որը պետք է արվի կամրջի պահպանության և շահագործման ժամկետը երկարացնելու համար, ուստի պետք է անդառնալով մոտենանք և հայցնենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Տարփինյանի խոսքով աշխատանքների հիմնական նպատակը կամրջի անվտանգ և երկարատև շահագործումն ապահովելն է։ Մինչ քաղաքային իշխանությունները քաղաքացիներից համբերություն են խնդրում, վարորդներն արձանագրում են, իրենց առօրյան արդեն փոխվել է, իսկ ճանապարհին անցկացվող ժամանակը զգալիորեն աճել։ Մալաթիայից գալիս ենք, նախ արդեն 2 ժամ շուտ պիտի դուրս գանք։ Միած սարսափելի բան է, հետո չգիտենք, որ տրանսպորտը ուր է գնում։ Ես երևի 3 ժամ Օրբելի Խաչմերուկից չեմ կարողացել հասնեմ մինչև Մալաթիա, չգիտեմ, մի հատ խայտառակ բան է։
Կամրջից բացի միաժամանակ նորոգվում են մի շարք այլ գլխավոր ճանապարհներ, որոնք եւս կթեթևացնեին մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը, եթե դրանց նորոգման աշխատանքները միաժամանակ չմեկնարկեին, կարծում են երևանցիները։ Օրինակ են բերում Ավետ Ավետիսյան փողոցը, որը գրեթե 3 ամիս է նորոգման փուլում է։ Ավետիսյան փողոցը նախատեսված էր ի սկզբանե, որ պետք է ամսի 17-ից առաջ բացվեր, բայց ինձ քանի որ լրացուցիչ մի որոշ աշխատանքներ առաջացան մայթերի լայնացման հետ կապված, բայց արդեն ավարտական փուլում է 2-3 օրում կբացվի։ Կապալառու ընկերությունը Պրետոր ՍՊԸ-ն է։ Մինչ այս ընկերությունն այլ պետական մրցույթներում եւս հաղթել է ու նորոգել է հանրապետության կարևոր ճանապարհներն ու կամուրջներից մի քանիսը։ Ըստ Տարփինյանի կամուրջն անցել է խոր մասնագիտական փորձաքննություն, սեյսմոլոգիական վիճակը դրական է գնահատվել։ Ըստ ծրագրի կամրջի վրա առկա հոսանքի լարերը անցնելու են գետնի տակով։ Նախատեսում են այս տարի նորոգել նաև Լամբադա կամուրջը։ Սեդա Մակարյան, Անի Աբաղյան, Տարոն Խանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսրայելն ու Հեզբոլլահը հրադադարի շուրջ համաձայնության են եկել, հրադադարն արդեն ուժի մեջ է մտել։ Ռոյթերզին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի և Քաթարի միջնորդները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։ Ավելի վաղ Ալ-Արաբիան հայտնել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին։ Կողմերի հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի այսպես կոչված փորձարարական գոտիների ստեղծման վրա։ Տարածքներ, որոնք կարող են մոդել դառնալ անվտանգության ապահովման և կառավարման ապագա մեխանիզմների համար։ Թվում էր Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, նաև նրանց դաշնակիցների մասնակցությամբ բոլոր ճակատներում։ Սակայն փաստաթղթի ստորագրումից ընդամենը ժամեր անց Իսրայելը շարունակեց հրթիռակոծել Լիբանանը, թիրախ դարձնելով Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահի դիրքերը։ Այս զարգացումները նոր հարց են առաջ բերում։ Եթե համաձայնագիրը խոսում է բոլոր ճակատներում հրադադարի մասին, ապա ինչու չի լռում Լիբանանի ճակատը, և որքանով է Վաշինգտոնը պատրաստ իր դաշնակցից պահանջել կատարել ստանձնած պարտավորությունները։ Իսրայելն ամբողջ գիշեր հրթիռակոծել է Լիբանանը։ Այստեղ Հեզբոլլահի ուժերն են, որոնց Իրանն է հովանավորում ու որոնց դեմ կռվում է Իսրայելը, որ ամրապնդի տարածաշրջանում թելադրողի իր կարգավիճակը։ Հուշագրի 14 կետերում որևէ կերպ չի հիշատակվում Իսրայել անունը։ Իսրայելն ի դեպ այնքան է առաջացել Լիբանանում, որ ներկայում երկրի 1/5 մասն է զբաղեցնում։ Մարտի սկզբից ի վեր Լիբանանը գրեթե ամեն օր հայտնվել է իսրայելական հարվածների թիրախում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3000 մարդ, 1 միլիոնից ավելի մարդ էլ տեղահանվել է։ Մինչդեռ չորեքշաբթի հեռավար եղանակով կնքված Միացյալ Նահանգներ Իրան փոխըմբռնման հուշագրի հենց առաջին կետում այլ բան է նշվում։ Փաստաթղթում բացի երկու կողմերից ներառված են նաև նրանց դաշնակիցները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանի Իսլամական Հանրապետությունը և նրանց դաշնակիցները ներկայիս պատերազմում ստորագրելով այս հուշագիրը հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են այսուհետ չսկսել որևէ պատերազմ կամ որևէ ռազմական գործողություն միմյանց դեմ և զերծ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից, ինչպես նաև ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եթե կողմերը ստորագրել են պայմանագիր, ուրեմն պատասխանատու են դրանում ամրագրված կետերի խախտման համար նաև։ Հեզբոլլահը Իրանի հսկողության տակ է, բայց տարածաշրջանային թելադրողի հավակնություն ունեցող Իսրայելը Միացյալ Նահանգների համար կզոհի իր անվտանգությունը։ Առաջացել է նաև այդ բնական հարցը, թե որքանով է Թրամփի վարչակազմը ի վիճակի լինելու զսպել Իսրայելին եւ թույլ չտալ, որպեսզի համաձայնագիրը հայտնվի կասկածի տակ։ Եվ այս տեսանկյունից անգամ Թրամփի վարչակազմի ներսում կարող են լինել տարբեր մոտեցումներ։ Եվ ամենևին պատահական չէ, որ համաձայնագիրը Շվեյցարիայում չի կնքվել։ Ժնևում նախատեսված արարողությանը փոխնախագահ Վենսն էր ներկա լինելու, իսկ փոխնախագահ Վենսի քաղաքական հայացքները մի փոքր այլ են, ի տարբերություն օրինակ Մարկո Ռուբիոյի, որ արտահայտված իսրայելամետ քաղաքական գծի կողմնակից է։ Մենք հանկարծ տեսանք, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց նախագահների մակարդակով, սակայն հեռավար։ Թրամփը եւ Փեզեշքյանը ստորագրեցին այն հեռավար կարգով։
Եվ այստեղ նույնպես այս հանգամանքը կարծում եմ ոչ միայն պարզապես տեխնիկական է, այլ նաև իր մեջ պարունակում է որոշակի քաղաքական տողատակեր, կապված ըստ իս հենց նահանգների շրջանակում բարդությունների հետ։ Այդ բարդությունը պայմանավորված է Միացյալ Նահանգներում իսրայելական ակտիվ լոբիով։ Այս ֆոնին Իսրայելի ներսում այլ կրքեր են զարգանում։ Նեթանյահուն քրեական տասնյակ գործերի թիրախում է, իսկ երկրում շուտով խորհրդարանական ընտրություններ են։ Ռեգիոնալ ապակայունացումը Նեթանյահուի կառավարության համար առնվազն այս հարցում նաև մանևրի հնարավորությունը եւ այլն։ Ել չասած այն մասին, որ ինքը Նեթանյահուն այսպես առաջնորդվում է մեծ Իսրայելի գաղափարով, իսկ մեծ Իսրայելի գաղափարով առաջնորդվելու դեպքում Իսրայելը պարզապես չի կարող լինել ռեգիոնում կայունության գործում։ Որքան էլ հուշագրում հիշատակվի դաշնակիցների առկայության փաստը, Լիբանանի շուրջ զարգացումները փաստացի չեն կարող հարթվել այս փաստաթղթով։ Հակամարտությունը սրվել է Իրան-Միացյալ Նահանգներ բախման արդյունքում, բայց դրա զսպումը առանձին գործընթացի արդյունքում պետք է լինի։ Կա առանձին Իսրայել-Հեզբոլլա հակամարտություն, կա առանձին խնդիր Իսրայելի եւ Լիբանանի միջեւ, որն չի կարգավորվում, որն չի կարգավորվում նաեւ պայմանավորված Իսրայելի գործողությունների եւ քաղաքականությամբ եւ Լիբանանի կառավարության Հեզբոլլահի վրա ազդեցություն չունենալու պատճառով։ Սա է ամբողջ խնդիրը, այսինքն դուք նշում եք Իսրայել-Հեզբոլլա, բայց Հեզբոլլահը ինքը խմբավորում է։ Հասկանում եք, սուբյեկտը Լիբանանն է։ Իսրայելը որևէ կերպ չի պայմանավորվելու Հեզբոլլահի հետ, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։ Ապրիլի 16-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը 10-օրյա հրադադարի համաձայնության են հասել, ճանապարհ բացելով ավելի երկարաժամկետ անվտանգության եւ խաղաղության պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների համար։ Համաձայնությունը ձեռք բերվեց Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև շուրջ 6 շաբաթ տևած մարտերից հետո, սակայն բախումները լիովին չեն դադարել եւ փորձագետների գնահատմամբ ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կրկին սև կատու է անցել Թրամփի ու Մելոնիի միջև։ Թրամփն ասում է Մելոնին աղաչել է իր հետ լուսանկարվել։ Մելոնին հերքում է պնդումը։ Իտալիայի վարչապետը նաև քննադատել է Թրամփին, նշելով, որ նա արևմուտքի թշնամիների նկատմամբ շատ ավելի հարգալից վերաբերմունք է ցուցաբերում, քան հին դաշնակիցների նկատմամբ։ Թրամփի հայտարարությունների ֆոնին Իտալիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել հաջորդ շաբաթ նախատեսված այցը Միացյալ Նահանգներ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։